Եվ այսպես շարունակում ենք։ Մյուս կատարվող սխալը, որ մենք դարերով կրկնում ենք։ Տաղանդավոր մարդկանց, իմիջիայլոց ասեմ, որ առաջի մասը կա եւ երկրորդ։ Սա շարունակություն է։ Առաջի մասը կարող եք նայել, որպեսզի ձեր պատկերացումը ամբողջովին լինի։ Ամբողջական։ Ուրեմն մյուս սխալը ոչնչացնել տաղանդավոր մարդկանց կամ երկրից վտարել։ Քանի որ ցավոք սրտի դարերի վեր, հազարամյակների վեր մեծամասնությունը մեր իշխանավորների, ոչ բոլորը, մեծամասնությունը եղել են անգրագետ, տգետ մարդիկ, որոնք փողի շնորհիվ, ծանոթության շնորհիվ կամ խաբեբայության շնորհիվ բազմել են գահին, սպանելով, դավելով հարազատ եղբորը, ընկերոջը եւ այլն, իհարկե նման տխմար տականք մարդիկ, որոնք բացի դրանից եւս տգետ են, անգրագետ են մի խոսքով, նրանք միշտ վախեցել են խելացի մարդկանցի, որովհետև ամեն տգետ մարդ իր անձնական թշնամին է համարում տաղանդավոր խելացի մարդուն։ Եթե դուք կարծում եք, որ տգետ իշխանավորը պիտի հասկանա, ինչ է նշանակում տաղանդը, ինչ է նշանակում գիրքը, գրությունը, ինչ է նշանակում լեզուն, գրականությունը, մշակույթը եւ այլն, եւ դրան պիտի ներմուծի դրամ, այսինքն իր ուժը, էներգիա, որպես այդ ամեն ինչը բարձրանա իր երկրում, այդ ամեն ինչը դառնա հանրային դաստիարակի ազգաբնակչությունը, դուք սխալվում եք, որովհետև գրականության գինը գիտի գրագետ մարդը, պատմության գինը գիտի գրագետ մարդը, կռվողի գինը գիտի գրագետ մարդը կամ ինքը կռվող մարդը։ Այսինքն տգետ, ցածր, թուլամորթ, վախկոտ մարդուց սպասել, որ նա պիտի առաջ քաշի տաղանդավոր խելացի մարդկանց, դա շատ միամտություն է, ես կասեի։ Դրա համար հայը միշտ գնացել է հայրենիքից ուրիշ երկրներում անուն փնտրելու համար, ուրիշ երկրներում բարձրանալու համար, ուրիշ երկրներում տիտղոս ստանալու համար։ Նա միշտ իմացել է, որ իր հայրենիքում իրեն չեն գնահատի։ Դրա համար ստիպված գնացել է հայրենիքից։ Չեն գնահատի, առավել եւս կճնշեն, կվիրավորեն, կստորացնեն, գուցե եւ սպանեն։ Դրա համար նա ստիպված գնացել է, քանի որ մեր իշխանավորները մեծամասնությունը եղել են տգետ, անգրագետ, ցածրորակ, վախկոտ մարդիկ։ Իսկ նման մարդիկ ուժեղ մարդուն, իսկական անձնավորությանը, իսկական հերոսին իրենց կողքին տեսնել չեն ցանկանում։ Նրանցի ազատվում են։ Եվ միակ տարբերակը նման մարդկանց համար եղել է Հայաստանը լքել։ Հենց դրա համար հայը գնացել է Հայաստանից, ոչ թե լավ կյանքի համար, ոչ թե կուշտ փորի համար, այլ որ ազատ ապրի, որպեսզի կարողանա իր տաղանդները ցույց տալ աշխարհին, իր տաղանդի շնորհիվ բարձրանալ այս կյանքում։ Դրա համար հայերը ուրիշ երկրներում հասել են ահավոր բարձունքների, եթե կարելի այդպես ասել, իսկ իրենց երկրում եղել են անտեսված, տրորված ու վիրավորված։ Դրա համար շատ տաղանդավոր, հարուստ, արդեն բարձունքի հասած հայեր շատ չեն ձգտում հետ գալ Հայաստան, որովհետև գիտեն, որ Հայաստան միշտ համարյա իշխանավորների տեղում նստած են տգետ մարդիկ։ Հիմա նույն մեր, ասենք, վարչակազմներում, նույն այդ շրջաններում ով է նստած, քելեխի թամադաներ, որոնք երկու բառ կապել չգիտեն։ Ինչ է կարծում, այդ ձևի անգրագետ մարդիկ կհանդուրժեն, որ ինչ որ մի գրագետ մարդ, ասենք ինչ որ մի
կազմակերպություն ստեղծի, ասենք ինչ որ մի պատմական խմբակ ստեղծի, ասենք ինչ որ մի բանի հանի ժողովրդին հետաքրքրություն ստեղծի, նա կհանդուրժի այդ մարդուն, ոչ։ Գիտեք ինչի, որովհետև միշտ վախենալու է, միշտ նրանից սպառնալիք է սպասելու, միշտ մտածելու է, որ ահա եկել է իմ տեղը նստի։ Նրանք չեն հասկանում, հարգելի ժողովուրդ, որ քեզ այդ տեղը պետք չի։ Ամեն մարդ իր արշինով է չափում։ Եթե ինքը տգետ, վախկոտ, նենք մարդ է, որը սրան է խապել, նրան է խապել, սրա տակն է փորել, նրան է նստացրել, նրան է դուրս արել ու այդ տեղը վերցրել է իրեն, նա երբեք չի հասկանա ազնիվ մարդուն, որը ուղղակի սիրում է իր հողը, իր հայրենիքը։ Նման ծախվող կեղտոտ տականք մարդիկ երբեք չեն հասկանում հայրենասիրությունը, դա նրանց համար ծիծաղելու է։ Դուք բացատրում եք, ես ուղղակի հայրենասեր եմ, ես ցանկանում եմ իմ հայրենիքի համար ինչ որ բան անեմ, իսկ այդ մարդը մտածում է ուրիշ ձև, սա եկել է փող աշխատելու։ Եթե դու փող չես աշխատում, քեզ ինչի համար է դա պետք։ Ես հիշում եմ, որ մի անգամ ես երբ որ ուզում էի գիրք տպագրել, այդ ժամանակ հնարավորություն չունեի։ Հիմա ունեմ, հիմա ժամանակ չունեմ։ Հիմա ունեմ, բայց ուրիշ կարգի գրքեր են։ Ուրեմն ես փորձեցի մեր հայ համայնքին Վոլգոգրադի հասկացնել, որ այդ գրքերը մեզ պետք են։ Ես գնացի մի կերած խմած մարդու մոտ իր ուրեմն այդ կաբինետում նստած ադամանդյա մատանիները շողշողալով ինձ հետ վերից վար խոսում է մի մեծություն աշխատելով գրագետ թվալ։ Ես ասի հասկանում եք, օրինակ մեր թշնամիները միլիոններ են ներդնում իրենց սուտ պատմությունը առաջ տանելու համար, իսկ մենք համարյա ոչինչ չենք անում։ Ես կցանկանայի այս գիրքը տպագրել։ Ես ասացի, ինձ ոչինչ պետք չի, դուք կարող եք այդ ողջ եկամուտը ձեզ վերցնել, այսինքն մենակ տպագրեք, եթե հնարավորություն ունեք, թող մեր ժողովրդին այս գիրքը լինի, որպեսզի մեր ազգը իմանա, որ Ուրարտուն դա հորինված տերմին է, որ երբ որ Բարիս Պիատրովսկին գտել է հին Հայաստանի հետքերը իր կնոջ Հռիփսիմե Ջանփոլադյանի հետ եւ բերել է Կրեմլ, այնտեղ բացատրելով, որ սա Հայաստանն է, հին Հայաստանը, Հայասա երկիրն է եղել, նրան ասել են, որ ոչ, ինչի պիտի հայը լինի ուրիշ ազգերից հին։ Մենք սա չենք թույլ տա տպագրես, մենք թույլ չենք տա սա լույս աշխարհ դուրս գա։ Նրանք ողջ գիշեր ամուսիներով մտածել են ինչպես անեն, ոնց վարվեն, որ այս գործը չկորչի, որոշել են ասորական ձևով Արարատի երկիր, Արարատա, Ուրարատու, քանի որ ասորեներում ու տառ ավելի շատ է հանդիպում, քան ատառը։ Դրա համար ասորիները Արարատը Ուրարատ են կոչում։ Քանի որ Արարատ բառը հիշեցնում է նույնպես Հայաստանը, նրանք ասել են Ուրարատ ու վերջնական գտել են Ուրարտու։ Ասել են մենք այս գտած երկիրը կանվանենք Ուրարտու, թույլ տվեք տպագրենք։ Նա իր մահից առաջ Բարիս Պիատրովսկին այդ մասին խոստովանել ու գրել է, որ Ուրարտու գոյություն չի ունեցել։ Այստեղից է շփոթությունը, որ Ուրարտ ազգերը, ուրարտերեն լեզուն, հարգելի ժողովուրդ, Ուրարտ կամ Ուրարտու գոյություն չի ունեցել, դա հորինած տերմին է։ Բայց հենց դրա համար մեր թշնամիները միշտ ասում են, դուք ինչ գործ ունեք, այնտեղ ուրարտներն են ապրել, այնտեղ հայեր չեն եղել։ Նրանք հիանալի գիտեն այդ ամեն ինչը, բայց դրանց ձեռնտու է այդպես են ասում։ Ես գրել էի այդ գիրքը եւ դա կա մի օր լույս աշխարհ կտեսնի, հույսով եմ։ Ես գնացի այդ մարդու մոտ բացատրելով, որ ինձ ոչինչ պետք չի, հասկացեք, ես փողի համար չեմ եկել, որ տպագրեք, ես հարստանամ։ Ես ասացի, տպագրեք, վաճառեք, այդ բոլորը այդ եկամուտը ձեզ լինի։ Մենակ թող այդ գիրքը ուղղակի լույս աշխարհ տեսնի, որովհետեւ մեր ժողովրդին դա պետք է։ Այս մարդը ինձ նայեց, ասեց, սիրուն աղջիկ ես, ուրիշ բան ու գործ չունես, գնա ռեստորան, կայֆավատլի եւ այլն։ Ես ասի, գիտեք հարգելիս, ես կայֆավատի համար չեմ եկել, ես եկել եմ, որ ձեզ բացատրեմ մեր հայրենիքը, հայրենասիրությունը եւ այլն, բայց տեսնում եմ, որ ես սխալ հասցեով եմ եկել, կներեք հաջողություն ձեզ։ Իմ հետևից սկսեցին ուրեմն նեղ սրտել, որ
Չէ, լավ չհասկացար, աղջիկ ջան, սպասի, արի իրիգունը գնանք ռեստորան, նստենք խոսանք, ասի հաջողություն ձեզ հարգելիս, մնաք բարով, վերջ, ես այդ մարդուն էլ չեմ տեսել ու ցանկություն չունեմ տեսնելու։ Հիմա ես ես հարց եմ տալի, հարգելի ժողովուրդ, ինչ է կարծում, եթե մեր համայնքի գլուխ նստած են նման մարդիկ, եթե մեր մեծամասնությունը պետության ղեկերին փոքր ու մեծ իշխանիկները նստած են նման մարդիկ։ Մեր պետությունը կարող է առաջ գնալ, եթե նրանց ամեն մեկի գլխավոր միտքը Ալան Թալանն է։ Ինչով կարող է մեր պետությունը բարձրանալ, եթե մենք ադամանդ ունենք, նույնիսկ նավթ ունենք, որի մասին չենք խոսում, եւ այլն շատ ռեսուրսներ ունենք, բայց մենք վախենում ենք ուրիշներից, որպեսզի դա օգտագործենք։ Եթե մեր պետական այրերը կախվածության մեջ են, որովհետև իրանք ունեն մեծ ունեցվածք այլ երկրներում, վախենում են, որ հանկարծ ինչ որ կամ մեզ երկրին նեղացնեն, կամ այն երկրին իրանք ողջ ունեցվածքը կորչի։ Այսինքն նրանք կախվածության, նրանք այնքան են հարստություն դիզել, որ նրանք այդ հարստության դարդին են գիշեր ցերեկ։ Նույն պատմությունն է կրկնվում, հարուստ մարդը իր կաշվի մասին է մտածում, չհասկանալով, որ եթե ինքը ուժեղացնի այս երկիրը, իր թորները, ծորները այստեղ են ապրելու, չէ, եթե ինքը մենակ գրփելու, թալանելու համար է մտածում, իհարկե այդ երկիրը չի ծաղկի, որտեվ ամեն իրա նման հաստագլուխը, որ թալանի, էլ որտեղից կծաղկի այդ երկիրը, բայց այդ մարդը չի մտածում, որ եթե ես այս իմ տված գավառը օրինակ կարողանամ բարձրացնել, ոտքի հանել, հարստացնել, ախր սա ինձ համար է լավ։ Ես հարուստ մարդ եմ, ինձ կսիրեն, ինձ հանդեպ լավ ես կլինեմ պաշտպանված։ Ցավոք սրտի մեր մեծահարուստները, մեր այդ իշխանավորները, իշխանիկները մտածելու ընդունակություն չունեն, քանի որ նրանք անգրագետ, տգետ, փոքրոքի վախկոտ մարդիկ են։ Մեծամասնությունը շատերից կախված։ Սրանից են վախում, նրանից են վախում։ Դրա համար նման մարդը երբեք հայրենասեր լինել չի կարող։ Որպեսի երկիրը երկիր դառնա, մարդը պիտի հայրենասեր լինի։ Ամեն տեղի իշխանիկը պիտի հայրենասեր լինի։ Պիտի ինչ որ ներդրում անի այդ գավառի համար, ինչ որ մի բանով օգնի այդ ժողովրդին, ու նա այդ հնարավորությունը ունի, ու այդ գումարը ստանում է, բայց քանի որ 80%-ը այդ գումարի գնում է նրա գրպանը, հասկանալի է, որ ժողովրդին ոչինչ չի հասնում։ Ցավոք սրտի այդպես է։ Դա մեր սխալն է, որ մենք դարերով կրկնում ենք։ Մենք տգետ, վախկոտ, փոքրոքի, կեղտոտ, բանսարկու մարդկանց նստեցնում ենք գահերի վրա։ Ու հետո այդ բանսարկ ու կեղտոտ մարդիկ ազատվում են բոլոր տաղանդավոր, բոլոր խելացի մարդկանցից, որովհետև դա նրանց ձեռնտու չի։ Նրանց պետք չի, նրանց պետք է քծնողների մի խումբ, որը համինքը կլափի մի փոքր այդ սեղանից, համել ձայն չի հանի, ոչ մի բան չի անի, ոչ մի բան չի առաջարկի, ոչ մի բանի հետ դեմ չի գնա, այսինքն քծնողների, մակլավիկների, որ մտնողների կներեք մի խումբ, ամեն մեկը իր կողքին պահում է։ Երբ որ այդ մարդը ոնց որ ժողովրդի ասած շուռ է գալիս, այդ սաղ այդ քծնողները փախչում են, ոչ մեկ նրան չի պաշտպանում։ Խելացի մարդը իր կողքին հավաքում է խելացի մարդկանց, տաղանդավոր մարդկանց, իր ժողովրդի համար շատ բան է անում, որ ինչպես անում են մանթաշովները օրինակ։ Որ հետագայում դժվար ժամանակ ժողովուրդը նրա կողմն է անցնում, քանի որ գիտի, որ այդ մարդիկ բարերար են ու արժանի են։ Իսկ տգետ մարդը, փոքրոքի մարդը հավաքում է իր կողքին քծնող բորենիներ, որոնք հենց առաջի վատ ինչ որ պատահարի ժամանակ, հենց առաջի վտանգի ժամանակ թողում փախչում են։ Բայց մեր մեծահարուստները միևնույն է խելք չեն հավաքում, ինչ ձև եղել են, այն ձև էլ կան, քանի որ անգրագետներ են։ Ունենք մի սարսափելի կներեք սխալ եւս։
հայ կանայք եղել են ճնշված դարերով, խոնարեցրած միջև հողին հավասար։ Բայց հեթանոսական ժամանակաշրջանում հայ կինը եղել է հավասար իր եղբոր հետ ժառանգ, հոր ժառանգը։ Երբ որ մեր երկիրը մահմեդականները նվաճում էին, հետո մենք նորից ազատվում ենք եւ այլն, մեր տղամարդկանց մահմեդականներից դուր եկավ նրանց սովորությունները կանանց հանդեպ։ Կնոջը սեղանի կողքին չնստեցնել, կնոջը չհամարել ընտանիքում հավասար մարդ, կնոջը ստեղծել առևտրի, այսինքն սարքել առևտրի ապրանք, կին տալով, աղջիկ առնելով ամրապնդել հարուստ ընտանիքների ուժը։ Կինը դարձավ առ ու ծախի ինչ որ մի առարկա։ Կինը դարձավ անհոգի, անդեմք, մի ոչ թե անձնավորություն, այլ ինչ որ մի բան։ Միշտ քողի տակ, միշտ վախվորած, հայրը ամուսնացնում է, ասում է հետ չգաս, ուզում է քեզ այնտեղ սպանեն, ժանգոտ, քյարթու մտածելակերպ։ Ամուսինն ասում է ոչ միտեղ չես գնա, ինչ էլ ուզես կանեմ, դու իմ կինն ես, այսինքն կինը դարձավ հլու հնազանդ ստրուկ կինը, ծեծված կինը, վախած կինը չի կարող դաստիարակել ուժեղ տղամարդ։ Նա դաստիարակում է վախկոտ տղամարդ, նա դաստիարակում է խաբեբատ տղամարդ, որովհետև եթե երեխան փոքր ժամանակ ծեծված մոր ձեռքին է, նա ստում է հորը, նա աշխատում է ամեն ձևով իր կաշին փրկի, այսինքն մեծանում է վախկոտ մարդ։ Կինը հայ ազգի, հայ լեզվի ամենագլխավոր պահապանն է, ասել է Ռաֆին։ Կինը ում հետ էլ ամուսնանա, հայ կինը, իր երեխաների հետ խոսում է հայերեն, օրորոցային է երգում հայերեն։ Մինչդեռ հայ տղամարդը, երբ որ այլազգի կին է բերում, այն այլազգի կինը իր երեխաների հետ խոսում է իր լեզվով, մեծացնում է նրանց այլազգի, հայ ազգից անջատ։ Հայ կնոջը դարձնելով ոչնչություն, մեր ժողովուրդը շատ մեծ սխալ թույլ տվեց, որովհետև 15 թվի մոտ այդ ծեծված, ջարդված, այդ լքված, այդ հալածված կանայք մեծացրեցին մի վախկոտ սերունդ։ Ու այդ վախկոտ սերունդը ուղղակի ցանկություն չուներ կռվելու, մարտնչելու, հանուն իր տան, հանուն իր երեխաների։ Իհարկե ունեցել ենք հերոզներ, բայց մեծամասնությունը հիշեք, երբ որ Անդրանիկը գյուղերից երիտասարդներին հավաքել բերել է ձորի գլուխ եւ ասել է տղաներ, ոչ բան անել պետք չի, մենք լավ դիրքում ենք, այստեղից ներքև կրակեք մենակ։ Ես գնամ մյուսներին է բերեմ։ Նրանց ձեռքն է տվել զենքը ու գնացել է։ Որոշ ժամանակ հետո հետ է եկել, տեսել է, որ զենքը թափել ու փախել է։ Ասել է ձեր հերն անիծեմ, գոնե զենքը տանեիք։ Վաղ մյուս օր գալու են ձեր գլուխը կտրեն։ Մի հատ չկրակեք։ Մեծամասնությունը տղամարդկանց, որոնց քշում էին սպանելու դեր զորյանապատները, հարգելի ժողովուրդ, քարքցեք ինձ վրա, եթե ես սխալ եմ։ 3000-4000 հայ տանում էին սպանելու մի 200 ասքյար։ Հիմա ինձ բացատրեք, խնդրեմ, եթե 200 մարդ այդ 3000-ի մեջ որոշեին անձնազոհ լինել, հարձակվել, խլել այդ զենքը, սպանվել, այն մնացած 3000-ը չէր փրկվի։ Ինչու չարեցին այդ ամեն ինչը, որովհետև մեծացրինք վախկոտ սերունդ։ Եկեղեցի մի կողքից էր վախացնում, երբ որ մեր սուրբ հայրերը գնացին Սուլթան Համիդի մոտ, երբ որ նա ահավոր, երբ որ նա արյունաբու եղերներ կազմակերպեց հայ ժողովրդի գլխին, մեր կաթողիկոսը, մեր վեհափառը գնաց այնտեղից եկավ շատ շոյված, նրան տվել էին մեդալներ էին կախել ուրեմն վզից եւ այլն։ Եվ այդ ժամանակ Դանիել Վարուժանն ասաց. ոչխարների ոսկորներից մանյակ սարքեցին ու կախեցին հովվի վզից եւ նա ուրախ ետ եկավ։ Այդպիսի մի բան։ Հիմա ուզում եմ հասկանալ,
Ինչպես կարող է 1,5 միլիոն, իսկ ուրիշ տվյալներով 2 միլիոնից ավել հայ սպանվեին մի քանի 100,000 մարդու ձեռքից։ Ինչպես պատահեց այդ աղետը։ Պատահեց ինչի համար, որովհետև ստորացված, ստրկացած հայ կինը խրոխտ ուժեղ հերոս դաստիարակել չի կարող, հիշեք դա։ Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխաները, որ ձեր սերունդները լինեն արժանի հայորդիներ, նրանց մորը մի ստորացրեք։ Հասկացեք, ազատություն ուրիշ բան է, անարխիան ուրիշ բան է, հարգանքը կնոջ հանդեպ ուրիշ բան է։ Դա չի նշանակում, որ հայկին իրանք ունի գիշեր ցերեկ առավոտը հետ գալ տուն, գիշերը գնալ։ Ոչ, իմ խոսքը ընդհանրապես ուրիշ բանի մասին է, որ եթե մենք վերցնում ենք այդ կնոջը որպես ստրուկ, ուրեմն մեր երեխաները ստրկի հոգով են դաստիարակվելու։ Վախկոտ փոքրոքի երեխաներ, որոնք հետագայում դառնալով այդ իշխանիկները մեր ժողովրդին բերելու են աղետի։ Ցանկանում եք լավ սերունդ ունենալ հայերի, հայ կնոջը մի ստորացրեք։ Հայ կնոջ մեջ կա խրոխտություն, ուժ, այդ ուժը մի ոչնչացրեք, թող դա մնա, թող ապրի, որովհետև մեր թշնամիները առաջի հերթին ասում են հայուհիներին սպանեցեք։ Ինչի համար էին ասում։ Ասում են գոնե մի հայուհի ես աշխարհում կենթանի մնա, այս ժողովուրդը չի ոչնչանա, որովհետև հայ կինը իսկապես ուժեղ կին է։ Այդ ուժը նրա մեջ մի սպանեք, նրա թևերը մի փշրեք։ Նա է մեր ժողովուրդ դաստիարակողը, մեր ուսուցչուհիները եղել են կանայք։ Մեր տանը մեզ դաստիարակել են կանայք, տատերը, մայրերը։ Մեր ժողովրդի պատմությունները, հնությունները, մեր ժողովրդի էպոսները, լեգենդները պատմել են մեզ կանայք։ Մեզ տղամարդ չի նստե, չի պատմել Սասունցի Դավիթ, մեզ պատմել է մեր տատը։ Մեր ժողովրդի հեքիաթները, սովորույթները, մեր ժողովրդի ուտեստները փոխանցել են կանայք։ Մեր ժողովրդի տարազը կարել է, ձևավորել է կինը։ Նշանակում է կինը մեր ժողովրդի հավասար ժառանգն է։ Կնոջը մի ստորացրեք, դա եկել է մահմեդականությունից։ Նրանք են կնոջ մեջ տեսել կենթանի, նրանք են կնոջ մեջ տեսել ապրանք, որին կարելի է ծախել կամ նվիրել։ Մեր ժողովրդի կինը եղել է ուժեղ։ Մեր գահին նստած է եղել կին։ Եվ շատ անգամ է ղեկավարել կինը ամուսնուտեղ, երբ որ ամուսինը կռվելուս է եղել, կամ մեծացրել է զավակին, իրեն է փոխանցել թագը։ Մեր կանայք յուրահատուկ կանայք են։ Մեր կանայք ամուսնանալով ստեղծել են իրենց թագավորությունները։ Շեչևևդյուր, որի անուն եղել է Գոհար, հայ կինը, որը ստեղծել է Խլատի էմիրայությունը։ Հայ կինը, որը եղել է Արզումանդը, Շահ Ջիհանի կինը, Հնդկաստանի Թաջ Մահալը նրա գերեզմանի վրա է կառուցված։ Հայ կանայք, որոնք եղել են Բյուզանդիայի կայսրուհիները, Զոյան, Ֆեոդորան։ Հայ կինը, որը քրիստոնեություն է բերել ռուս ժողովրդին, Աննան։ Եվ այլն, եւ այլն։ Հայ կինը չի եղել ինչ որ մի անուղեղ կենթանի, չադրայի մեջ փաթաթված։ Ոչ, հայ կինը եղել է խրոխտ, ուժեղ, ազատատենչ կին, որը դաստիարակել է սերունդ, որը տղամարդ է դաստիարակել, որը հերոս է դաստիարակել, հետ հերոսը գնացել ու փրկել է մեր ժողովուրդը։ Վերանայեք ձեր մտածելակերպը, հարգելի ժողովուրդ, այդ քյարթու, այդ ժանգոտ մտածելակերպը նորմալ բան չէ։ Ես կոչ չեմ անում կնոջը տալ բոլոր իրավունքները, որ ինչ ուզի անի, ոչ, ես ասում եմ հարգեք նրան։ Ձեր մայրը հայ կին է, ձեր տատը հայ կին է եղել։ Ձեր ուսուցչուհին հայ կին է եղել։ Ձեր բժշկուհին է հայ կին եղել։ Եվ այլն, եւ այլն։ Նշանակում է հայ կինը մեծ դեր է խաղում հայապաշտպանության մեջ։
Առաջ անցանք։ Մեր ժողովուրդը շատ մեծ հիացմունքով է խոսում այլազգի հերոսների մասին։ Մենք դարեր ի վեր հիանում ենք Ախիլեսով, Հեկտորով։ Մենք թարգմանել ենք Պլատոնին, Արիստոտելին, մեր փիլիսոփաները, մեր պատմաբանները շատ են սիրեն նրանց հետ խոսքի մենամարտի դուրս գալ։ Մեր աշուղները շատ են գրել պարսկերեն երգեր, թուրքերեն երգեր եւ այլն եւ մենք շատ ենք սիրում ուրիշի մշակույթը, մոռանալով մերը։ Մտածելով, որ այն նրանց մշակույթը ավելի լավն է ինչ-որ ձևով, ավելի հետաքրքիր է, չհասկանալով, որ նրանք մեզնից են գողացել այդ ամեն ինչը, յուրացրել են ու մեզ վաճառում են։ Եթե դուք տեսել եք Հարի Պոտեր ֆիլմը, ես ուզում եմ ձեզ ասել, որ մեծամասնությունը այնտեղի հերոսների, միֆական այդ լեգենդար հերոսների մեծամասնությունը դա հայ դիցաբանությունից վերցրած հերոսներն են։ Ֆիաթեկը եւ այլն եւ այլն։ Մենք հրապուրված լինելով օտարազգիների մշակույթով չենք նկատել ոնց են մեր քթի տակից վերցրել տարել մեր ունեցվածքը եւ յուրացրել։ Նույն հույները, որոնք ունեցել են գրություն, գրականություն, մենք չենք ունեցել այդ ժամանակ։ Այսինքն ունեցել ենք, բայց սեպագիր են եղել են մի քանի անգամ ոչնչացվել են այդ գրերը, քանի որ մենք խաչմերուկում ենք գտնվում պետությունների, միշտ մեր վրով անց են կացես կոմ են կոմ։ Եվ ոչնչացրել են իհարկե մեր մշակույթի մեծամասնությունը։ Հույները ունենալով գիր, մեր շատ էպոսներ յուրացրել են։ Քանի որ մենք նրանց գիրը չենք հասկացել, նրանք վերցրել են, յուրացրել են, ցույց տալով, որ դա նրանցն է իբրթե։ Անցել են դարեր, հետո ենք մենք հասկացել, որ դա մերն է եղել, յուրացված ու վերցրած։ Հարգելի ժողովուրդ, շատ ազգեր դեռ եղել են ազգաբնակչություններ կամ վայրի ցեղեր, երբ որ հայը ունեցել է գրականություն, երբ որ հայը ունեցել է պատմություն, երբ որ հայը ունեցել է արդեն որ երրորդ թագավորական դինաստիան, պետականություն, ուժ, կորով, երբ որ հայը ունեցել է օրենքներ, նրանք դեռ գոյություն չեն ունեցել։ Այսօր մենք նրանցով հիանում ենք, հրճվում ենք, ցանկանում ենք նրանց նմանվել, Եվրոպա ենք ուզում, Եվրոպա եւ այլն։ Երբեք չենք մտածում, որ այդ Եվրոպան ոչինչ է մեր առաջ, որ մեր մշակույթը, եթե բարձրացնենք մեր գիտելիքները, մեր հնությունը, մեր այդ ողջ հասկացողությունը, ընկալումը տիեզերքի, երբ որ այս ժողովուրդը զոդիակ բառը դեռ չէր իմացել, մեր նախապապերը արդեն գիտեին համաստեղությունները, աստղերը։ Նրանք այդ աստղերով կարդում են, նրանք այդ աստղերի մասին գրել են այդ հին մատյաններում։ Երբ որ մի ազգ ինչ որ մի բան իր համար նոր է բացում, սկսում են հիացած պատմել, որ այս ձևի բան գոյություն ունի։ Հայը դա արդեն անցել է, դա արդեն գիտի, հայի համար դա սովորական։ Հայը մանկուց դա իմացել է։ Բայց նրանք արդեն մեծ լինելով, մեծ մարդիկ, հասուն մարդիկ այդ մասին իմանում են ու զարմանում են, հիանում են, որ նման բան գոյություն ունի աշխարհում։ Նոր ինչ որ մի ուրեմն նոր բան են բացում իրենց համար, նոր դպրոցներ են ուսանում են այնտեղ, բացատրում են, դուք գիտեք, որ այս ձևի բան գոյություն ունի, հին ազգերը էս են իմացել եւ այլն։ Բայց հայի համար դա ամենօրվա բան է։ Երբ որ արիացի ցեղերի մասին նոր պատկերացում ունեցան մարդիկ, երբ որ արիի ցեղը հասկացան, թե դա ինչ է, հայերը դա գիտեին, երբ որ հայերը պարսիկներին արիաց արքայից արքա են ասում, որտեղ նրանք էլ են արիացի։ Երբ որ հայերն իրար արա են ասում, որովհետև արիացի են կոչում։ Հայերի համար դա մանկությունից ստացած գիտելիքները, որոնք ուրիշ ազգեր նոր են յուրացնում, նոր են հասկանում, նոր են գալի այդ եզրակացության, որ այս ձևի բան գոյություն ունի։ Իսկ մենք դա գիտենք փոքր ժամանակվանից։
մեր պապերն էլ հայրը, դրանց համար, այսինքն մեզ համար դա սովորական բան էր, մենք չենք զարմանում։ Մենք զարմանում ենք, որ իրանք են զարմացել, որ նոր ինչ որ բան են հայտնագործել, որ ինչ որ համաստեղությունների մասին են իմացել։ Իսկ մենք դա գիտեինք, պատկերացնում եք։ Ու մենք հիացած բերաներս բաց զարմանում ենք նրանց մշակույթով, որը մեր մշակույթի կեսն էլ չկա։ Այնպես որ հարգելի ժողովուրդ, հայ ես աշխարհում դեռ շատ տալու ու առնելու բան ունի։ Այս աշխարհը մեզ շատ պարտք է, եւ պարտք է երևի տոկոսներով։ Եվ այդ պարտքը մենք պիտի վերադարձնենք, բայց խաղաղությամբ, խելքի դար է, խելքի։ Ինչպես ասում են, ձեր սիրտը հորացեք, մտածեք խելքով։ Հիմա խելքի դար է, հիմա դիվանագիտության դար է։ Դիվանագիտությամբ, խելքով, խորամանկությամբ, որը մեզ տրված է, գիտելիքներով, տաղանդով, հանճարով, մենք շատ բան ենք կարող հասնել։ Լավատես է պետք լինել, ձգտել, ցանկանալ։ Ու ամենակարևորը, սիրելի հայեր, հայալեզու ժողովուրդ, հայաստանցիներ, ամենակարևորը սիրել մերը, նախ մեզ սիրել, հետո ուրիշներին, որովհետև մեր դաստիարակության մեջ է, որ այլազգուն վիրավորելը լավ չի, դա անդաստիարակ մարդիկ են անում, դա ցածր մարդիկ են անում, մենք մեր մեջ մեր արժանապատվությունը, մեր ձգտումը դեպի արդարությունը թույլ չի տալիս մեզ ստահակի պես պահել, դա ճիշտ է, դա հիանալի է, բայց չմոռանանք, որ ուրիշներին սիրելով մեզ չկորցնենք։ Մերը նախընտրենք։ Սկզբից մենք, հետո ուրիշները։ Ամենայն բարիք։